Արա ջան։ Ջան։ Արա, չես փոխվել։ Չեմ էլ փոխվելու։ Ես կերազեի, որ մեր դրոշի վրա խաչ լիներ։ Մենք այդ խաչը շատ կարևոր է մեր երկրի համար։ Այ ինչի ենք այս վիճակում, որտեղ մենք այդ խաչի ծերես ենք թեքում։ Մեր օրներքը պետքա փոխել։ Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչուհիներ իմ տատիկը դժբախտություն է, այո։ 53 տարեկան։ Գիտես, ինձ համար շատ դժվար է, երբ որ ես հիմա նայում եմ, որ ես իմ մորից մեծ եմ տարիքով։ Ամեն կատարածը սխալի կողքը պատիժը կանգնած է։ Դրա համար ես հաճախակի ներողություն եմ խնդրում։ Դրա համար հաճախակի շնորհակալություն եմ հայտնում։ Երրորդ մասում շատ դժվար էր երաժիշտ դառնալը, բայց համառությունը կար, քանի որ ես կոնդում ծնվել էի, երրորդ մասում էի մեծանում։ Բնականաբար մեջս առնական բաները այդ պարամետրերը սաղ իմ կոնդեցի քերիները դրել էին։ Մենք միշտ թշնամիները ներսում ենք փնտրում, բայց մեզ բաժանեցին ու տիրեցին։ Հիմա արմատից կտրված վիճակ է։ Ուզում եմ մայթի վրա իրար ուսով կպնող տղերքը երկուսն էլ շուրգան ասեն կներես եղբայր։ Չասեն հո պարա քորես։ Ողջույն։ Այսօր փակ նորից թողարկումը Մետամորֆոսիս է։ Այս անգամ իմ զրուցակիցն է կոմպոզիտոր, ում երաժշտությունը պատմում է պատմություն, բայց ոչ թե անհատական, այլ մեր հայրիս պատմությունը։ Համենայն դեպս իմ ընկալումը այս կոմպոզիտորի երաժշտությանը հենց այդպես է։ Կռահեցիք, այո, իմ զրուցակիցը Մետամորֆոսիսի այսօրվա հյուրը Արա Գևորգյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, Արա ջան։ Ջան։ Ամալիա ջան։ Բարով եք եկել։ Մերսի։ Ես էլ էի անչափ կարոտել ձեզ, վաղուց չենք հանդիպել եւ անընդհատ ասում եմ Ամալյան ինչու բազբաղված, ինչ է անում։ Ուր է հաղորդումները ուր են եւ անկարծ որ տեսա քո ու նորի հաղորդումը շատ հավանեցի։ Բրավո, հիանալի բան եք մտածել եւ ոնց որ մի առանձին պատմություն լինի այդ ամեն ինչի մասին։ Պատմության մասնագետը դու ես, պատմություն նոտաներով։ Իմ ընկալումը քո ստեղծած երաժշտության հենց այդպիսինն է, ու բոլոր ստեղծագործություններիդ անուններն էլ հայկական են։ Այդ ո՞նց ես անում, որ իսկապես, երբ որ ես լսում եմ քո ստեղծագործությունները, հայոց պատմության դրվագներ եմ տեսնում։ Առաջին հերթին միշտ աշխատում եմ անել մի բան, որ ուրիշները չեն անում։ Միշտ մտածում եմ, ինչ անեմ, որ ուրիշները չեն անում։ Եվ շատ դեռ տարիներ առաջ շատ ապշել էի, երբ Մայլս Դեվիսի ձայնասկավառակն էի լսում եւ ստեղծագործությունները գույների անուններով էր։ Կանաչ գույնը, կարմիր գույնը, շագանակագույնը, մի խոսքով։ Եվ սա ինձ շատ զարմացրեց եւ շատ դուր եկավ, որ անպայման չի դնենք թոռոմած տերև, չգիտեմ, կորցրած սիրտ, կորցրած երազանք, չգիտեմ ինչ, այդպես բաներ ֆանտաստիկաների ժանրերից չեմ ընկել եւ որոշեցի դնել հենց տեղանքների անուններով մեր հայրենիքի եւ այն երաժշտությունները, որոնք տխուր են, դրանք ասում են նրա մասին, որ այդ տեղանքները, այդ տարածքները գտնվում են թշնամու ձեռքում։ Մեզ հետ չեն ամենայն դեպս։ Իսկ որ քաղաքների անունները, որը գտնվում է մեր Հայաստանի այսօրվա տարածքում, դրանք ուրախ են ավելի։ Եվ դա դարձավ սկզբունք, որպեսզի ես հենց քաղաքների անուններով գնամ։ Եվ դա նաև կոնկրետ այդ շրջանի մարդկանց ուրախացնում է, որովհետև իրանք ունեն իրանց ստեղծագործությունը։ Շիրակավան, ասենք, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Սևան, Արմավիր, բազմաթիվ Կար, Սիս, Մուշ, Վան, Անի, Ադանա։ Ծովից ստեղծագործությունում պիտի ուրախացնի։ Ահա, ծովից ծովն էլ եկանք հասանք, որ մեր երկիրը եղել է ծովից ծով։ Եվ այդ ծովից ծով ստեղծագործության մեջ արդեն ակամայից տեսնում ենք, որ ամեն ինչ մեջը հնչում է։ Եվ միջնադարյան բարոկո երաժշտություն, կլավիսինով եւ ֆլեյտայով սկսվում է։ Հետո դառնում է մոդեռն, ժամանակակից։ Հետո գալիս է Բախի շունչ է մտնում մեջը մի հատ։ Հետո
գալիս է լրիվ դասական երաժշտություն, հետո ոնց է այդ ամեն ինչը դառնում հայկական։ Այդ ամեն ինչը դառնում է ծովից ծով, մեջը ամեն ինչ կա։ Ասացիր մեր տեղանքների, մեր հողերի կորցված չլինելու կամ լինելու հետ կապված երաժշտություն ուրախ կամ տխուր։ Արցախը, երբ որ դու գրում ես ստեղծագործությունը, հռչակավոր, Արցախը մերն էր։ Դե գիտես ինչ, օրինակի համար Արցախ երաժշտության ինքն էլ պատմություն ունի, որովհետև մեր տանը, այս տանը չէ, նախկին տանը, Բերթաձորի Անդրանիկ Հարությունյանի ջոկատի տղաները քնում էին մեր տանից գնում էին պատերազմ։ Եվ կանգնում էին աթոռների վրա, խմում էին իմ կենացը, ինձ ասում էին դու նստի, իրանք կանգնում էին աթոռների վրա։ Այդ աստիճան իրանք նվիրված էին ինձ, իմ երաժշտությանը բնականաբար, եւ երբ որ իրանք ուզում էին գնային պատերազմ, ես անընդհատ ասում եմ, ես էլ եմ գալիս, իրանք էլ ինձ չէին տանում։ Ես էլ նեղվում եմ, ասում եմ, դուք հանկարծ ձեզանից մեկը չվերադառնա, ես ոնց եմ իմ կյանքը շարունակելու։ Եվ իմ համառության շնորհիվ, իրանց պնդումներին հակառակ, ես գնացի նրանց հետ։ Եվ այդ ճիշտ է, իրանք այնքան խնայողաբար վերաբերվեցին ինձ, որոնք չէին թողում, ասում են, մնա մուզիկատ գրի, ինչ գործ ունես կամ մենք կգնանք մեր գործը կանենք կգանք։ Ես այնքան ուրախ էի, որ ես իրանց կողքին էի, այնքան տխուր եմ, որ իրանց կողքին հենց մարտի դաշտում չեմ եղել, բայց ամենայն դեպս ես ինձ շատ լավ եմ զգում, որ ես այդ ամեն ինչի միջով անցել եմ եւ դրանից հետո որ վերադարձանք Երևան, հաջորդ մեկնումը որ պետքա լիներ, ուրեմն պետք է թռչեինք ուղղաթիռով։ Էլի զորով, շարով գնացի մտա այդ ուղղաթիռի մեջ։ Ու հետո որ արդեն ինչ չէին կարող ուղղաթիռից դուրս վռնդել, որովհետև Անդրանիկ Հարությունյանի Վահագն որդին, Վահագնը փոքր ուղղաթիռի մեջ էր։ Ասի ուրեմն իրան կարելի է, ինձ չի կարելի, ես էլ եմ գալիս։ Մի խոսքով, այդտեղ արդեն այն արկածները ինչ որ տեղի ունեցան, ամեն բան չեմ պատմում, կարիքը չկա։ Մեր ուղղաթիռին խփեցին, գնացինք իջանք Շեխեր գյուղ, պարկեցինք ծառերի տակ։ Շատ թվի բան ես պատմում։ 92 թվական հունիս ամիս։ Մարտ էլ տեղի չունեցավ, հետո եկան մեր տանկերը, ուղղաթիռը իջել էր, ցեխի մեջ էինք ընկել ուղղաթիռով եւ մտավախությունը այն էր, որ հենց իմ ատեղ կռմբակոծեն, բայց պարզվում էր, որ մեր ուղղաթիռին հենց խփողները հենց մերոնք էին խփողներն էլ։ Այս դեպքերը առիթ հանդիսացան Եվ ստեղծագործության Երևան եւ այդ պատմությունը, որը Արցախ երաժշտությունը ես բազմիցս պատմել եմ, որ ինքը սկսվում է տագնապով, բամ 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 բամ, չէ՞, այդ տագնապը, որ մեր վրա հարձակվել են։ Եվ երբ որ սիմֆոնիկ նվագախումբը սկսվում է այդ տագնապից հետո մուտքը սիմֆոնիկ նվագախմբի մեղեդին անվագում, դա տխուր լուժն է, որ հարձակվել են մեզ վրա։ Իսկ դհոլները դա մեր ժողովուրդն է, որը ոտքի կանգնեց, եւ միջին հատվածում կա ու դհոլներով այդ կռվի պատկեր է, ինքը պատերազմ է։ Իսկ երբ որ Ջիվան Գասպարյանը նվագում է դուդուկի մասը, երաժշտության բնօրինակում, դա մեր եռաբլուրն է, որ այդ պատերազմից անխուսափելի էր, նաև զոհեր ունեցանք դժբախտաբար, եւ ամենավերջը դա հաղթական ավարտ։ Ստեղծագործությունը ամբողջ նոտա գրված, հեղինակային իրավունքները պահպանված է Ամերիկայի կոնգրեսի գրադարանում։ Ադրբեջանցիները վերագրեցին իրենց, վերագրեցին Ֆիկրետ Ամիրովին, բայց ես պատրաստեցի 3 ֆիլմ հայերեն, ռուսերեն եւ ադրբեջաներեն լեզվով, որտեղ ես պատմում եմ ինչպես եմ հորինել, որ նոտան ինչ է նշանակում, փաստաթղթերով եւ այն անենց հետաքրքիր փաստեր եմ ձեռք բերել նաեւ Փարք Աստծո, որ Ադրբեջանի կոնսերվատորիայի ռեկտորը, Բաքվի կոնսերվատորիայի ռեկտորը
եւ ում ուզում են վերագրեն Ֆիկրետ Ամիրով անունով կոմպոզիտորի են վերագրում այդտեղ իմ Արցախ ստեղծագործությունը նրա որդու հարցազրույցն եմ ձեռք բերել որտեղ ասում է я уже устал об этом говорить Сколько я говорю, а толку нет. Այսինքն ասում է ոչ, բայց Ադրբեջանը շարունակում ապնդել, նաև հոլովակներում են օգտագործում այս երաժշտությունը։ Ոչինչ, բայց իրանց մշակույթի նախարարը հայտարարեց պաշտոնապես, որ այդ ստեղծագործությունը չի պատկանում որևէ ադրբեջանցու, սա մշակույթի նախարարի հայտարարությունն էր, եւ ես մեր նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի միջոցով ստացա Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբուլօղլի ներողությունը, որ թյուրիմացություն ա տեղի ունեցել, որ ինձ համարել էին, որ ես վերցրգողացել եմ Ֆիկրետ Ամիրովից այդ երաժշտությունը։ Մի խոսքով, այս խառնաշփոթը ի վերջո հանգուցալուծվեց։ Կան ադրբեջանցի անտեղյակներ, որոնք էլի օգտագործում են այդ երաժշտությունը, բայց արդեն իրանց պետական հեռուստատեսային եթերում արդեն հայտարարվեց, որ այդ երաժշտությունը չի պատկանում ադրբեջանցու։ Բոլոր հարցերում ես այսպես պայքարում մինչև հաղթական ավարտ։ Ամալիա ջան, լավ սովորույթ ունեմ, ամեն ինչ ուզում եմ հասցնեմ ավարտին, որ չմնա իմ երեխեքի վրա։ Ես պետք է այդ հարցը լուծեմ, վերջացնեմ, որ հետո ադրբեջանցիները ինչքան այդ երաժշտությունը օգտագործեն, իրանք ամաչեն։ Ոչ թե հետո ասեն, դե մենք օգտագործում ենք, դե ձեն հանեիք, մերն էր։ Ես այդ ձայնը հանել եմ։ Ես թակել եմ մեր բոլոր նախարարների, գրեթե արտգործնախարար, մշակույթի նախարար, պաշտպանության նախարար, ազգային անվտանգություն, արդարադատության նախարարություն, բոլորի դռները թակել են, որ ադրբեջանցիները ցենց մեզ վնաս են հասցնում, օգնեք իրավաբանական խումբ հավաքենք, որոշենք ոնց ենք այս հարցը լուծում։ Եվ լուծվեց։ Ես մնացի միայնակ, բայց լուծվեց այդ հարցը։ Ես լուծեցի այդ հարցը։ Մենակով պայքարեցի։ Իմ ընկերների հետ միասին, այո։ Այդ բոլորը լսեցին, բայց լսեցին միայն։ Նաև առաջարկել եմ կոմպոզիտորների միության նախագահին, Արամ Սաթյանին, որ եկեք ստեղծենք փաստահավաք խումբ եւ սկսենք մեր ազգային երաժշտությանը տեր կանգնել, որովհետեւ եթե մենք տեր չենք կանգնում, ադրբեջանցիները դա օգտագործում են պաշտոնական եթերներում, այսինքն ասենք Ռուսաստանի ձայնը մրցույթում երգում են Սարի աղջիկ երգը ադրբեջաներեն եւ համարում են դա իրանց երգն է։ Ինչ արձագանք եղավ այդ։ Դրա համար պետքա դա ապացուցել, պետքա փաստերով դնել աշխատանք արվում այդ ուղղությամբ առաջ։ Դե ես առաջարկել եմ, բայց դեռ սպասում եմ, որ պետք է այդ խումբը հավաքվի, փաստահավաք խումբ։ Այսինքն ազգագրագետ, երաժշտագետ, բոլորը հավաքվեն, մի հատ տեսնենք։ Մենք ինքներս պեղենք, գտնենք, տեսնենք մեր երաժշտությունը ինչ աղբյուր ունի, որտեղից է գալիս եւ աշխատենք դա բարձրաձայնել, միտեղ ֆիքսենք, որ մենք դրա համար տեր ենք կանգնում մեր երաժշտությանը։ Եթե մենք ձայն չենք անում, ուրեմն մենք նվիրում ենք ուրիշի։ Նվիրում ենք մերը ուրիշին, ուրիշինն էլ վերցնում ենք, ստեղծում ենք, ասում ենք հայկական երաժշտություն, լավ պարում ենք տակը։ Դրա մասին շատ ենք խոսել, շատ է խոսվել, որ դեռ խորհրդային տարիներին կար մի հետաքրքիր, ես խորհրդային տարիների գովքը չեմ ուզում անել, բայց կար մի շատ կարևոր կրթող, կարևոր մի գաղափար, որ պետքա գորգի վրա խաղացող երեխաները պետքա նրանք կրթվեն գորգի վրա խաղալու ժամանակ։ Այսինքն երբ որ հեռուստատեսությամբ ցուցադրվում էր որևէ մուլտֆիլմ, երեխաները դիտում էին մուլտֆիլմը, դրանից հետո սկսվում էր դասական երաժշտություն, հոգևոր երաժշտություն, ազգային մեր կուսանական ժողովրդական երգ, ազգային երգ, ժամանակակից էստրադա եւ այդ ամեն ինչը համաչափ, հավասարաչափ լցվում էր, ներարկվում էր մեր փոքրիկների մեջ։ Իսկ այսօր որ դա չկա, կա միայն համատարած այդ տաշի-տուշի, որ արդեն Կրեմլի դահլիճում տաշի-տուշին հələ քիչ է, մի հատ աթոռների վրա ապարում ենք բոլորս։ Ես համարում եմ, որ համերգասրահներում ապարել նստած տեղը կարելի է այդ էմոցիան դուրս հանել, ինչի՞ չէ։ Օրինակ Ստիվի Վոնդերի համերգներ Լոս Անջելեսում բոլորը մի հատ հանգիստ նստած մարդ չկար, բոլորը ինչ որ ցենք շարժում էին անում։
բայց չէին վեկանում աթոռների վրա ու այդ պատվարժան այդ դալիճում, ասենք Օսկարների դալիճում չեն վեկանա, էլի դալիճի մեջ աթոռների վրա պարեն կամ հենց կլարնետի ձենը լսեն վեկանան թրջկոտեն պարելու։ Ես որևէ մեկին չեմ ուզում մեղադրեմ։ Դա պետքա սկսել դպրոցից, պետքա մեր երեխեքին ցույց տալ որն է լավը։ Բայց մենք ռաբիս շատ վաղուց ենք լսում։ Մենք ռաբիզը միշտ էլ լսել ենք, դրա տակ հարսանիքները միշտ էլ տեղի են ունեցել, բայց դրանք չեն տարածվել։ Դրանք ռադիոյով չեն հնչել, դրանք չեն հնչել հեռուստատեսությամբ, հնչել են մահալի կողքը, հարսանիքներում, քեֆ ուրախություններին, իսկ երբ որ համերգասրահներում այսօր հնչում դա, եւ էլի թող հնչի համերգասրահում, ոչ մեկ չի կարող որևէ մեկին արգելել, քանի որ այդ երգիչը ունի իր հանդիսատեսը եւ դահլիճն էլ որևէ մեկի սեփականությունը չի, կարող են այդ դահլիճում հավաքվել, իրանց համերգը տալ, իր հանդիսատեսն էլ հավաքվի, լսի։ Դահլիճները համերգի համար են, վերջապես ռաբիզ երգիչ ասենք, իրանք էլ են համերգ տալիս։ Դա էլ է կոչվում համերգ։ Նա իր հանդիսատեսն ունի, մյուսը իր հանդիսատեսն ունի, մյուս երգիչը կամ երաժիշտը, ամեն մեկը իր հանդիսատեսն ունի։ Բայց երբ որ դրանք սկսում են ռոպագանդվել, տարածվել, դա է ամենակվրդովեցուցիչը, որ այս երեխեքը պետք է լավը լսեն, որ լավի կողքին իմանան որն է լավը, որն է վատը, որ իրանք կարողանան զանազանել։ Եթե լավը չի ցուցադրվում է մենակ այդ տեսակի ժամանցային երաժշտություն, մի քիչ չգիտեմ բառը ոնց ասեմ, դրա ճիշտ բառն էլ երևի չգիտեմ։ Երաժշտություն, որը լավ, ասենք հեռուստատեսությամբ, որ տան անընդհատ դիսկոտեկա, դա էլ նորմալ չի։ Մեկ ասում ենք ինչի եք դա ցուցադրում, ասում դե ժողովուրդը դա է ուզում։ Ոչ, ժողովուրդը դա չի ուզում։ Ժողովուրդը լավ բան է ուզում։ Լավ բան տվեք, իրանք լավ բան կուզեն։ Գնացեք Թումոյի այդ այգում կատարվելիքը մի հատ տեսեք ինչքան ժողովուրդ կա։ Տեսեք այդ ժողովուրդը ինչ է ուզում, բալետ է սիրում։ Չէ, բայց ինքը դուրը գալիս է դա։ Իսկ իրան որ անընդհատ սրսկես ուրիշ երաժշտություն, արաբա-պարսկա թուրքական ոճով երաժշտություն, կամաց կդառնա հարազատ կսկսի դա սիրել։ Արա, ես հիշում եմ քո համերգը։ Հանրապետության հրապարակում պիտի տեղի ունենար իմ համերգը, որը կլիներ շատ շքեղ։ Եվ այն պատկերը բեմահարթակի, որը նկարված էր ջրի վրա, շատ գեղեցիկ էր։ Եվ այն բեմահարթակը, որի վրա պետքա սիմֆոնիկ նվագախումբը նստեր, դա հենց ջրին կպած բեմահարթակ էր, ջրից ասենք միթից բարձր։ Եվ այն բեմահարթակը, որի վրա պիտի պարեին, դա արդեն պատկերասրահի այդ մեծ այդ կամարի տակ էր, որից դուրս էր գալիս մեծ խաչ, խաչից էլ լուսավորվում էր ամբողջ բեմահարթակը։ Ինքը շատ գեղեցիկ էր, ամեն ինչը նկարված, 3D արված, ամեն ինչը պատրաստված, բայց վերջին վայրկյանին պարզվեց, որ մեր հրապարակը ունի թեքություն։ Այսինքն շատրվանների մոտ ավելի բարձր է, քան դեպի իր դիմաց գնացող, ինչքան գնում է 60 սանտիմետրի տարբերություն է տալիս թեք հրապարակը։ Եվ եթե այդտեղ աթոռներ շարվեն, ուրեմն վերջի աթոռը կգնա ու ոչինչ չտեսնի, կիջնի ներքև։ Եվ ասեմ ձեզ հիմա բարձրաձայնում եմ ճշմարտությունը, միջոցառումների ամբողջ կազմակերպիչը Խոսրով Հարությունյանն էր, որը կարծում եմ այդ աշխատանքը հիանալի կատարեց։ Շատ փայլուն կատարեց եւ նաեւ ինքը գիտեր Հայաստանում ինչքան մշակութային ուժեր կան, որ անկյունում ինչ է գործում եւ այդ բոլորին կարողացել էր համախմբել։ Եվ այդ առաջարկը, որ եղավ, ես նվեր ստացա 10,000 աթոռ Մոսկվայից։ Պատկերացնում եք, 10,000 աթոռ Մոսկվայից։ Բայց Խոսրով Մելիքովիչը ասեց, Արա ջան, այդ 10 Բայց ո՞վ էր նվիրողը։ Նվիրողը ուրեմն Բարիս Պետրոսյան անունով հիանալի մի անձնավորություն էր, հիմա ափսոսում եմ ինքը չկա։ Ուրեմն մենք իրար հետ Արարատ էինք բարձրանում եւ այդ ճանապարհին էր 2000 թվականին մենք Արարատ բարձրանալուց այդ ճանապարհին զրուցում էինք այդ երազանքի մասին, որ լավ համերգ է պետք տալ եւ այլն։ Չէ, Արարատ։ Այո։ Ինչ զգացողություն կար այդ։ Հիմա մի թեմայից անցանք մյուս թեման, ես եկեք ուզում եք Արարատից գամ ավելի սիրուն կլինի համերգ։ Որտեղից ուզում եք եկեք, բայց ինձ հետ Արարատ եռը բարձրանալը ինքը այնքան կարևոր բան էր, արշավախումբը, մեր աղմուկը շատ այնքան մեծացավ, որ մեզ ճանապարհի կեսից թուրքերը պարզապես արգելեցին։
Եվ մենք Արարատ սարը բարձրանալու ճանապարհին մեզ հետ իջեցրին, որովհետև մենք 20 հոգի էինք, մեզ հետ բարձրանում էր 21 Թուրքիայի անվտանգության աշխատակիցներ։ Ահա, հսկում էին, էլի։ Հսկում էին մեզ ամեն մի խոսքը, ամեն մի բառը, նույնիսկ ես այդտեղ տեսա մի բան, որ կյանքում չէի տեսել կոստյումով, փողկապով օպերատոր։ Օպերատորները միշտ լինում են ջինսով, հա, ու սարի վրա։ Տես բան ես չէի տեսել կյանքում, որ այդ մարդը կոստյումով օպերատորը նկարում է, թե ամեն մեկս ինչ ենք խոսում։ Մեր բերանի շարժումները։ Եվ իրանք գլխի ընկան, որ սա ալպինիստներ չեն, սրանք տուրիստներ չեն, սրանք ուրիշ ակցիա են կատարում։ Եվ մենք ուզում էինք Արարատի գագաթից լիքը լավ բաներ ասեինք, շամպայն պիտի բացեինք, մի խոսքով կնունք պետքա տեղի ունենար, հոգևորականը պետքա կնունքի արարողություն աներ, Տիրան Սրբազանը Ռուսաստանից եկած։ Եվ մի խոսքով այդ արշավախմբի մեջ էր Սասուն Միքայելյանը, Պարուժ Հայրիկյանը, պատկերացնում եք ինքը հատուկ արշավախումբ էր։ Ես երաժիշտ, բիզնեսմեններ, Ամերիկայից ալպինիստ, բոլորս հայ, բայց ամերիկացի, կանադացի մի քիչ ուրիշ քողի տակ, հետո ասեմ ձեզ ամենահետաքրքիրը։ Ամալիա ջան, մեզ հետ բարձրանում էր Արարատ Անջելո Պալեգո անունով իտալացի գիտնական իր ասիստենտի հետ։ Եվ այս իտալացի գիտնականը պատմում էր, որ ինքը բարձրանում է արդեն 15-րդ անգամ Արարատ լեռ, այո։ Եվ ինքը ուսումնասիրել եւ հայտնաբերել է Նոյան տապանը եւ գիտնական մարդ։ Եվ իր բրոշուր ժուրնալը ուներ, որի մեջ գրված էր, նկարված էր, տեղը քարտեզագրված Նոյան տապանի շատ հետաքրքիր մարդ էր, ասեց ինչ էլ անեն, ես պետքա բարձրանամ, որովհետև այդ տարի շատ էր հալված Արարատի գագաթը, ու ինքը մեծ շանսեր ուներ, որ ինքը պետքա ինչ-որ ավելի ռեալ բաների հանդիպի, մի խոսքով, այս ամեն ինչը կիսատ մնաց, չգիտեմ ինչը խանգարեց, ոնց խանգարեց, ինչպես եղավ այս գաղտնի ծառայությունները գլխի ընկան, որ մեզ հետ իջացրին, բայց հետաքրքիր է։ Կարևոր չի գագաթին հասնելը, որովհետև Տեր Կոմիտասը Սրբազան, որը հիմա Ֆրանսիայում է, Տեր Կոմիտասն ասեց Արարատի գագաթը սուրբ է, պետք չի վրան բարձրանալ կանգնել գլխին։ Սուրբ գագաթը ոնց է սրբության վրա բարձրանում կանգնում։ Դա հերոստատեսությամբ մի անգամ ասեց, ես ինչ որ մխիթարվեցի, ասի, լավ, ոչինչ որ դեպի գագաթ մինչև չենք բարձրացել, բայց կողքը եղել ենք, ստորոտին եղել ենք։ Մի խոսքով, այդտեղ այդ Բարիս Պետրոսյանի հետ որ ծանոթացանք, ինքն էլ Մոսկվայից, հետո Սերոփներ հաղորդավար ռուսական հերոստալիքի։ Իրանք ուղարկեցին աթոռները։ Մենք միասին էինք եւ Բարիս Պետրոսյանի հետ որ խոսում էինք հետագա համերգից, հրապարակում ասեց, ես 10,000 աթոռ քեզ նվիրում եմ։ Այդ աթոռների պատրաստման գործարանը Տերը հարազատ է, մի խոսքով 10,000 աթոռ իմ կողմից քեզ նվեր։ Ես էլ եկա Խոսրով Հարությունյանին ասեցի 10,000 աթոռ մեզ նվիրում են։ Խոսրով Հարությունյանն ասեց Արա ջան, այդ 10,000 աթոռը որ մենք շարենք, հրապարակը ծուռ է։ Դրա համար մենք պետքա ստիպված տախտակամած պիտի սարքենք ամֆիթատրոնի նման, որպեսզի սենց գնալով բարձրանա վերև։ Եվ դա մեր վրա կնստի մոտ $40,000։ Ուստի մենք դա երևի չկարողանանք անել։ Ավելի լավ է մենք շարենք 1700 աթոռ, պահպանելով սիմվոլիկան։ Էլի համաձայնվեցի, ինձ համար ինչ տարբերություն։ Բայց այդ ժամանակ նախագահը ասել էր, բա որ մենք նստենք ժողովուրդը որտեղ է լինելու, ասել են ժողովուրդն ոտքի վրա կկանգնի։ Ասել էր դե թե ժողովուրդը ոտքի վրա է կանգնելու, մենք էլ ոտքի վրա կկանգնենք։ Այդ որ նախագահն էր։ Այդտեղ հարց բարձրացավ, բա եկեղեցականները 2 ժամ ոնց կանգնեն։ Ուրեմն համերգը տեղափոխեցին Վազգեն Սարգսյան մարզադաշտ։ Հիմա գնաց ամբողջ Դա 1700-ամյակին էր։ Այո, ամբողջ սցենարը գնաց, որպեսի մարզադաշտի վրա տեղափոխենք մեր սցենարը հրապարակից։ Ստադիոնում էլ չեղավ համերգը, ինչու չեղավ, որովհետև այդ ստադիոնում որ ցլամարտ էր կազմակերպված, մի ցուլը փախել էր եւ այդ ցլին գնդակահարել էին։ Եվ կաթողիկոս ասեց, այդտեղ որ այդ ցուլը գնդակահարել եք, ես իմ հյուրերին չեմ կարող բերել ստադիոն։
Այսինքն եկեղեցական հյուրերին ստադիոն մարզադաշտ չեն բերի։ Ու մեր համերգը տեղափոխվեց մարզահամերգային համալիր եւ այնպիսի շքեղ համերգ տեղի ունեցավ, որ ինձ պաշտոնապես հայտարարեցին, որ համարվեց տարվա ամենալավ միջոցառումը։ Իսկապես շատ գեղեցիկ է, շատ ոգևորող Մի է։ 600 մարդ մասնակցում էր։ Գիտես, ես քեզ այնքան հարցեր եմ ուզում։ Խնդրեմ։ Քո երաժշտությունները շատ հաճախ թմբուկներ են լինում, այտենց այդ դհոլները եւ ոգևորող։ Ու պարբերաբար խոսակցություններ ավեր սկսվում մեր հիմնի այլ հիմն ունենալու, սա վերագործիքավորելու հետ կապված, որտեղ նույնիսկ փողայիններ չկա, ոգևորող երաժշտություն։ Օրինակ դու ինչ ես Մեր գինի անունը հենց տվեցիր, մի անգամից ասեմ։ Մեր օրներքը պետքա փոխել։ Եվ կարծում եմ դա պետքա փոխել շատ արագ։ Եկեք նորը գրենք։ Եկեք Արամ Խաչատրյանի օրներքը։ Գրես նորը, որ նման առաջարկ ստանաս։ Ես կարծում եմ Արամ Խաչատրյանի օրներքը արդեն գրված է ու գրել է հենց Արամ Խաչատրյանը ու Արամ Խաչատրյանը համաշխարհային դեմք լինելով, ունենալով գրված օրներք, մենք էլ Արամ Խաչատրյան ունենք։ Ինչի այդ օրներքը չվերցնենք։ Տարարարամ, տիրարարամ, շատ խեղճուկրակ է հնչում։ Եվ այդ օրներքը հպարտություն չի բերում, որ վեկանաս կանգնես, էլի։ Չի ոգևորում։ Չի ոգևորում։ Եվ վերջապես մեր օրներքների մեջ սա երբևէ որևէ մեկի բերանից չեք լսել, ես հիմա կասեմ առաջին անգամ, եւ Արամ Խաչատրյանի օրներքի սկիզբը եւ մեր այսօրվա օրներքի սկիզբը պետքա ինչ-որ մի հատ ֆանֆար դրվի, որը կհաստատի տոնայնությունը, երաժշտության տոնայնությունը, վերջապես պիտի երգենք, չէ՞։ Մենք այդ տոնայնությունը չունենք։ Բանով է սկսում, փոքր թմբուկով է սկսում, դրոբով։ Մեր այրենիք։ Եվ նույնն էլ Արամ Խաչատրյանի օրներքը, սա էլ է պետք շտկել։ Մի խոսքով պետքա թարմացնել, նոր օրներք ունենալ։ Այս խեղճ երաժշտությունը կարող է ազդեց մեր այսօրվա խեղճության վրա։ Չգիտեմ, ես սնահավատ չեմ, բայց ձեր ասածի մեջ ինչ-որ ճշմարտություններ կան։ Մեր գերբն է, մեր դրոշն է, մեր օրներքն է, դրանք պիտի շատ լավը լինեն, շատ կատարյալ լինեն։ Հետո ես կերազեի, որ մեր դրոշի վրա խաչ լիներ։ Մենք այդ խաչը շատ կարևոր է մեր երկրի համար։ Այ ինչու ենք այս վիճակում, որտեղ մենք այդ խաչի ծերես ենք թեքում։ Դու այդ խաչը այդքան կարևորում ես, որովհետև տատիկը դեռ մանկության տարիներին քո եկեղեցու երգչուհին էր։ Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչուհին էր իմ տատիկը, իսկ պապիկս եկեղեցու խորհրդի անընդհատ ասում եմ նախագահ կամ անդամ։ Ես էլ եմ արդեն շփոթել եկեղեցու անդամ, լավ, կամ նախագահ, կարևոր չի։ Պապիկս, որովհետև ինձ միշտ տանում էր Վազգեն առաջինի աչը համբուրում էի, Վազգեն առաջինից լիքը նվերներ ունեմ, գրիչ, բան օրացույց եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասեմ, ես այդ եկեղեցու մեջով եմ անցել, որովհետեւ տատիկն ու պապիկը ինձ տանում էին աշխատանքի էին իրանք գնում, ինձ էլ հետները տանում էին, որովհետև մայրս ու հայրս ինչ որ մի շրջանում կամ գյուղում կամ ինչ որ մի մարզում համերգի էին գնացել։ Այո, մայրն ու հայրն էլ պատահական մարդիկ չէին, նորից Փառահար հայրս Երևանի Սարքաշինական գործանի ժողգործիկ նվագախմբի փառահարներ եւ գեղարվեստական ղեկավարը, մայրս էլ երգում էր այնտեղ այդ տարի 60 թվականին։ Վալյա Սամվելյան։ Այո, Վալյա Սամվելյան։ Հրճակ, շատերի կողմից կուրքի աստիճանի հասցրած երգչուհի, ով դժբախտ պատահարից մահացավ։ Աղբյուրի պես մաքուր մի ոգի կա կյանքում նա իր սերը քեզնից միշտ սպահում է հատում Դժբախտություն է, այո, 53 տարեկան։ Գիտես, ինձ համար շատ դժվար է, երբ որ ես հիմա նայում եմ, որ ես իմ մորից մեծ եմ տարիքով։ Շատ դաժան է, չեմ կարողանում հաշտվել, ասում Երանի ես շուտ չլնեի, ավելի լավ կներ, որտեղ ինձ միշտ է տանջում է։ Ես իմ մորից տարիքով մեծ եմ հիմա։ Ոնց է շարունակությունը լինելու, այդ չգիտեմ։ Բայց այն մեջիս ներքին հավատքը, որ ես ունեմ, որը երբեք չի փոխվում, որ կյանքը շարունակվելու է մահվանից հետո եւ Երանի այդ մահացածներին, եթե իրանք արդեն երանության մեջ են եւ
ես էլ այդքան վախկոտների շարքում չեմ պատկանում, որ շուտ փախնեմ դժվարություններից չեմ վախենում, մանավանդ որ պատերազմ ինձ համար կապ չունի, ինձ համար իմ կյանքը այդքան մեծ արժեք չունի եւ այս 44 օրյա պատերազմին էլ օգոստոսի 5-ին տղաս զորակոչվեց բանակ, քարվաճառ եւ օգոստոսի 28-ին երթման արարողությանը ես գնացի ներկա գտնվեցի Ամարասի Արտուր Ալեքսանյանի հետ միասին գնացինք ներկա գտնվեցինք հիանալի տեղեր, sense ասում ենք իշ լավ է լեռների մեջ, բան, մաքուր օդին են երեխեքը, բայց ինչ իմանայինք, որ մի ամիս հետո պատերազմը սկսվելու եւ այդ դեռ կրակել չիմացող երեխեքը բոլորը այդ ամեն ինչի մեջով էին անցնում։ Մի խոսքով, ինձ համար այդ մի վախի կտորը հանած է, որովհետեւ ես իմ կյանքի մասին բացարձակ չեմ էլ մտածում, միշտ ասում Տեր Աստված դու ես իմ Տերը, ոնց կասես տենց էլ կլինի։ Դու շատ պոզիտիվ մարդ ես, ու սենց շատ էներգիայով լեցուն ես, միևնույն ժամանակ ես գիտեմ, որ շատ դժվարություններով ես դու անցել, թեկուզ միայն այդ հանկարծամահություն, այդ պատահական մահը, օրինակ ինձ միշտ հետաքրքրել է, որ տարբերակն է ավելի պակաս տառապանք պատճառում մարդուն, երբ որ ինքը գիտի, որ դիմացին է հիվանդ է, ու հարցիդ պատասխանը արդեն քո հարցադրման մեջ պատասխան արդեն կար Ամալիա ջան բնականաբար երբ որ մարդը անկողնային հիվանդ տառապանքների մեջ է ինքն էլ է ազատվում մահանալով հարազատներն էլ որոնք իր այդ հավասար տանջվում են խնամելու տեսանկյունից բոլորը մի տեսակ sense հանգստանում են որ փրկվեց վերջապես հանգստացավ Իսկ այն դժբախտ պատահարը, որ պատահում է, որ ոչ մի տեղը չէր ցավում, հիվանդություն էլ չունեիր, այդ արդեն դաժան է, որովհետև կար մարդը ու մի վարքյան հետո էլ չկա։ Դա շատ դաժան է, բնականաբար, մանավանդ որ այն ծաղկուն տարիքում արդեն տենց ժամ ինչքան մարդը երիտասարդ է, այնքան շատ ավելի ափսոսանք ենք ապրում։ Բայց կյանքը այսպեսին է, մենք Աստծո գործերը անքննելի են, չենք կարող մեկնաբանել, որն է ճիշտ, որն է սխալ։ Միգուցե մարդ ենք, էլի, մեր կյանքում այնքան սխալներ ենք թույլ տալիս եւ այդ սխալների դիմացել ինչ որ պատասխանատվություն պետք է կրենք ամեն սխալի համար։ Դրա համար ես կոնկրետ իմ կյանքը աշխատում եմ այնպես ապրեմ, որ զերծ մնամ այդ սխալներից։ Սխալ թույլ չտալ, ես վախենում եմ սխալ թույլ տալուց, ես չեմ ուզում սխալ թույլ տալ որևէ հարցում, որևէ մեկի հանդեպ։ Բացարձակ երկրիս հանդեպ, ընկերոջ հանդեպ, ընկերուհու հանդեպ, դասընկերոջ, դասընկերուհու, ընտանիքիս, ծնողի, բարեկամի, հարազատի, կուրսեցու, ուսանողի, գոլեգայի, որևէ մեկի հանդեպ չեմ ուզում սխալ թույլ տալ, որովհետև ամեն կատարածը սխալի կողքը պատիժը կանգնած է անխուսափելի ես դրան հավատում եմ այո ամեն մի թույլ տված սխալի դեպքում պատիժը կողքը կանգնած է դրա համար ես հաճախակի ներողություն եմ խնդրում դրա համար հաճախակի շնորհակալություն եմ հայտնում որպեսզի ոչ մեկի բաց չթողնեմ որպեսզի որևէ մեկը ինձանից չնեղանա եւ այսօրվա այսքան խոսքերի մեջ էլ չէ ինչքան բան խոսեցինք իրար հետ Միգուցե շատ սխալ բաներ ասեցի, միգուցե բաներ ասեցի, որ պիտի չասեի, դա համար ասում ներողամիտ գտնվեք, ներող կլինեք, միգուցե սխալվել եմ։ Ինչ չես ասել նման բան, եթե չգիտեմ ուրիշների, ինձ հետ շատ հաճելի էր մեր հանդիպումները, մեզ շատ հաճելի են անցնում ու ես միշտ քեզ հետ հանդիպման գալուց առաջ, եթե տեսախցիկով եմ գալիս, նախապես հարցեր եմ մտածած լինում, որոնք ջուրն են ընկնում, հենց որ սկսում ենք զրուցել։ Բոլոր հարցերը կարող ես տալ։ Արա երաժշտություն լսելուց սեփական դու քո ստեղծած երաժշտությունը լսելուց եղելա որ հուզվես այո ու ամեն անգամ հուզվես այո ամեն լսելուց այո ուրեմն կան երաժշտություններ օրինակ Մայրիկիս ռեքվիեմը նրա հիշատակին գրված հիմա արդեն վերջերս հայրս մահացավ նրա հիշատակին գրված երգ ունեմ եւ դրանք շատ են ազդեցիկ որ միանգամից տանում է հիշողության գիրկը
կային այդ մարդիկ իմ կյանքում ու էլ չկան։ Եվ այդ շարքում նաև կա Շարլ Ազնավուրի երգը, որը շատ հետաքրքիր է։ Սա մտնելու է Գինեսի ռեկորդների մեջ, ես դրանում չեմ էլ կասկածում։ Կապրենք կտեսնենք։ Ուրեմն, երբ որ Շարլ Ազնավուրը մահացավ, նույն օրը, մահվան գիշերը ես գրեցի երգ։ Դուստրս զանգահարեց, ասեց՝ «Պապ Շարլ Ազնավուրը մահացավ, ես հենց այդտեղ ելույթ պետք է ունենայի միկրոֆոնով»։ Ու շատ լավ միջոցառման մեջ էի, տարբեր երկրներից եկած մարդիկ խաղող էինք ճզմում մեկ կարասի մեջ։ Այսինքն ինքը խաղաղություն խորհրդանշող շատ սիրուն միջոցառում էր Մաչանենց այդ հրաշալի վայրում, եւ այդ լուրը որ ստացա, միանգամից ու մոտեցել եմ միկրոֆոնին, որ խոսեմ ու միանգամից էլի հիշեցի, որ մի րոպե առաջ աղջիկս այդ լուրը հայտնել էր։ Սկսեցի հուզվել։ Տուն վերադարձի պահին նորից դուստրը զանգեց, ասեց՝ «Պապ, Ազնավուրի հրապարակում կինո Մոսկվայի առջև հավաքված են արվեստի մարդիկ, ճիշտ կլինի դու էլ գնաս այնտեղ»։ Ես որ եկա այնտեղ այդ մոմերը տեսա, մոմավառությունը տեսա, Շարլի երգը լսեցի, ավելի հուզվեցի։ Հետո որ տուն էի վերադառնում, արդեն մութն ընկած։ Եկա պետական կրկեսի դիմաց այդ շարժվող գովազդը, էկրանի վրա Շարլ Ազնավուրի նկարը, այդտեղ ամենամեծ ոնց որ ձայնով լաց լինեմ։ Ինչև հասա տուն, աչքերս սենց ուռած, ասել չմտնեմ ներս, գնացի մտա իմ ստուդիա, որ չտեսնեն այդտեղ։ Եկա որ մեջիս այդ կուտակումը դատարկեմ, սկսեցի նվագել։ Նվագեցի ու անընդհատ ասում էի շնորհակալ ենք քեզ, մեր Շարլ, շնորհակալ ենք, ինքը դարձավ երգ, որ ասում են բառերը ես եմ հորինել, դե շատ բան եմ արել, այդ սաղ վերևից է գալիս, որ ճիշտը ուզում եք իմանաք, այդ հուլունքի պես բառերը սկսեցին գալ, ես ապշած եմ, գրվեց բառերը, գործիքավորվեց, տեսա շատ լավ ստացել, ամեն միացնելուց լացում եմ, ինքն էլ ազդեցի կա, զանգ տվեցի Մաշա Մնջոյանին, դե ֆանտաստիկ երգչուհի է Մաշան, հիանալի, այսօրվա ամենալավագույններից։ Մաշային ասեցի Մաշարի ձայն մի հատ երգ եմ գրել, ձայնագրենք։ Մաշան եկավ երգեց, էլ չեմ դիմանում, ամեն լսելուց հուզվում եմ։ Մաշան լսեց։ Մաշան էլ էր հուզվել։ Հա, ու շատ լավ երգեց Մաշան, ու նայեք ինչ ստացվեց, ասի բայց երգը բառերը գրել եմ, ու այսքան ոնց ես հայտնեմ մարդկանց, որ սենց երգ գոյություն ունի։ Մի խոսքով Google-ից քաշեցի Շարլի նկարները, քանի որ տեքստը ես էի գրել, տեքստը շարեցի տակը, որ մարդիկ լավ կարդան, էլի։ Ու գրեցի երգը գրվել է մահվան գիշերը։ Ու առավոտ 5-ին դրեցի YouTube-ի մեջ, գնացի քնելու։ Առավոտ 5-ին, երբ որ արթնացա, արդեն ցերեկվա ժամը 1-2-ը, Մարտին Վարդազարյանը զանգահարեց ու ասեց՝ «Արա ջան, կեցես»։ Ու վերջ։ Այդ գնահատականը ինձ համար շատ մեծ էր, ես շատ ոգևորվեցի, որ տեսա մի 100,000 հոգի արդեն դիտել են, վռած տարածվել է։ Կանչեցի Զավեն Հարությունյանին, ֆրանսերենի մասնագետ, ասի Զավեն ջան։ Թարգմանի։ Այո, մի հատ արի երգը թարգմանենք ֆրանսերեն։ Ուրեմն երգը թարգմանել ենք ֆրանսերեն, թարգմանելու process-ի ընթացքում ուղարկել ենք Ֆրանսիա։ Մի պոետի, այդ պոետը ասում է, ինչ հրաշալի բան եք օրինել։ Իմ բառերն է թարգմանվում ու հիմա երգիչ է պետք գտնել։ Արագ տեմպով զանգեցի, չեմ հիշում, վարչապետի աշխատակազմ էր, ում էի ճանաչում, չգիտեմ, զանգեցի, ասի, սենց երգ ունեմ արդեն պատրաստ, երգիչ է պետք։ Կարող եք դեսպանատան միջոցով մի հատ շտաբ որ ֆրանսերեն երգվի երգը եւ վարչապետն էլ պիտի գնար թաղմանը, այդ երգը հետը տաներ, որ ֆրանսիացիներն էլ զարմանային։ Երկրորդ օրը ես ֆրանսերեն եմ։ Մի խոսքով շատ էի ուրախացել, ոգևորվել։ Բայց հետո երգիչին գտանք Ադամ Բարոն երգեց, շատ սիրուն երգեց, ամեն ինչը տեղը տեղին, բայց այդ երգը չտարան։ Հետո 4 օր հետո ֆրանկոֆոնիան էր հրապարակում, զանգահարեցի էլի այդ կազմակերպիչներին, ասեցի, այսպիսի երգ կա, եթե ֆրանկոֆոնիայի ժամանակ երգիչներ կլինեն, կարող են վերջում այս երգը կատարել, շնորհակալ ենք քեզ մեր Շարլ։ Եվ նաև հուշեցի, որ ամենավերջի մեր Շարլի փոխարեն ասեք շնորհակալ ենք Ֆրանսիա։
Մակրոնը նստած, այդ հյուրերը շատ լավ իրանց կզգան էլի, որտեվ Շարլին ամեն դեպքում Ֆրանսիան մեզ Շարլ Ազնավուր տվեց։ Եվ այդ էլ տեղի չունեցավ, ասին պրոտոկոլով արդեն ծրագիրը պատրաստ է, ես էլ ջղայնացա, ասի, բա Շարլ Ազնավուրը պետք է գար երգեր։ Մարդը մահացել է, պրոտոկոլը չեք փոխել, էլի պետք է գա երգի։ Մի խոսքով, նեղվեցի, որ այդ էլ չանցավ, չուզեցին։ Հիմա թարգմանել եմ երգը բուլղարերեն, արաբերեն, պարսկերեն, անգլերեն ու հիմա մի քանի օր առաջ երգեց Չեխիայի ամենահայտնի երգչուհի Թերեզա Մատլովան, օպերային իրանց աստղը։ Հրաշալի, տենց գնում եմ առաջ տարբեր լեզուներով եւ Շարլ Ազնավուրը կլինի աշխարհում միակ երգիչը, որ իր մասին բոլորը ասում են շնորհակալ ենք քեզ մեր Շարլ։ Ինքը բոլորինն է, բայց երգի տեքստի մեջ բոլորն ասում են դու մեծ հայ։ Եվ սրանք ինձ համար շատ կարևոր բաներ են։ Ես Շարլ Ազնավուրին մոտիկից չեմ էլ տեսել, անձամբ ծանոթել չեմ, բայց ես ցանկացա այդ նվերը իմ կողմից մատուցեմ, պարտքս։ Եվ կարծում եմ տարբեր լեզուներով ես կհասնեմ իմ երազանքին եւ դա կմտնի Գինեսի ռեկորդների մեջ, որովհետեւ Լուչանո Պավարոցին նման երգ չունի, չգիտեմ, Ժիլբեր Բեկոն չունի, Մայքլ Ջեքսոնը չունի, Ուիթնի Հյուսթոնը չունի, Ինչ է հարկավոր Գինեսի գրքում գրանցելու համար այդ երգը։ Հիմա էլ կարող եմ գրանցել, բայց ես ուզում եմ շատացնեմ, դրա համար շատ եմ խնդրում մեր հայրենակիցներին, ովքեր ունեն ծանոթներ, որ երգը կարելի է թարգմանել այլ լեզվով, վրացերեն, ռուսերեն, մի քիչ շատ են գլուխ գովում, բայց չենք անում։ Ռուսաստան հարց չկա։ Դե ռուսերեն մի հատ թարգմանեք, մի հատ էլ երգիչ գտեք, թող երգի։ Ուրեմն ես կարող եմ բանին հնդիկ արաբին համոզեմ, ռուսին չենք կարող համոզենք։ Մի խոսքով, այդ ծրագիրն էլ է շատ լավ ծրագիր, որը ես տանում եմ առաջ։ Արա, չես փոխվել։ Չեմ էլ փոխվելու։ Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակն է, 95-ամյակն էր։ Եվ մայստրոն ինձ ասեց. Արա ջան, ուզում եմ, որ դու մասնակցես իմ 95-ամյակին։ Ասի մայստրո, ինձ համար շատ մեծ պատիվ է, բայց ինչ պիտի անեմ։ Դե ասես կգաս, մի բան կասես, հետո կնվագես։ Մեկը սիմֆոնիկ նվագախումբն էլ կա, երգչախումբն էլ կա, քո գործերից մի բան կատարի։ Ասի լավ, մայստրո ջան, մեծ պատիվ է ինձ համար, բայց գնամ մի քիչ մտածեմ, տեսնեմ որն է հարմար։ Եկա ու ընկամ մի հատ ահռելի մտածմունքի մեջ։ Իմ նվագախումբը 15 հոգի են։ Հիմա ես բոլորին պետք է կանչեմ, մի երգ պետք է փորձ անենք, այդ փորձը անելուց հետո պետք է գնանք օպերայի հետ փորձ անենք, ոնց պետք է կանգնենք, բեմի վրա ոնց պետք է դասավորվենք, բարդ աշխատանք է, էլի, այդ մի երաժշտության համար այսքան մարդ պետք է խառնենք իրար։ Ոնց անեմ, որ փոխեմ միտքս, սկսեցի բանաստեղծություն գրել Հովհաննես Չեքիջյանի մասին։ Եվ բանաստեղծությունը այսպիսին է. լայն բացված թևերով երգիդ հետ ես ճախրում։ Մեր սերն ու մեղեդին սփռում ես աշխարհում։ Խմբավար մոգական, հերոս հայ պատվական, կսիրենք մենք քեզ միշտ, մեր հզոր Չեքիջյան։ Մատների թրթիրով, հմայիչ հայացքով երգիդ կյանք ես տալիս, որ ապրի դարերով։ Այս բանաստեղծություն որ գրեցի, շատ ուրախացա։ Սկսեցի անընդհատ կրկնել, դե իհարկե ավելացավ, նաև կուպլետներ ավելացան, դարձավ երգ։ Նորից ընկա նույն մտածմունքի մեջ։ Հիմա այս ընկերներից կանչեմ պատրաստի իմ արդեն ահագին ընդամենը պետք էր վերհիշել։ Դա մենք նվագենք, թե այս նոր երգը սովորենք։ Ինչ անեմ, սկսեցի գործիքավորել։ Այդ գործիքավորումներ պետք է անեի։ Արեցի, վերջացրեցի, եկավ այդ տղերքը պետք է գան այս սախտի նվագենք կենթանի ինչողությամբ, ոնց անեմ, նստեցի ամբողջ սիմֆոնիկ նվագախմբի պարտիտուրը գրեցի։ Ամբողջ պարտիտուրը գրելուց, վերջացնելուց հետո, ասի երգչախումբն էլ թող երգի։ Ռուբեն Կարասեֆերյան կա մայստրոյի մոտ երգչախմբում, երգող շատ հրաշալի անձնավորություն, ասի Ռուբ ջան, սենց երգ եմ գրել, բայց երգչախմբի դիապազոնները չեմ հիշում։ Կօգնես ինձ երգչախմբի պարտիտուրան էլ գրենք։ Ասեց սիրով,
Երգչախմբինը գրեց, ես սիմֆոնիկինը գրեցի, միացեցինք իրար եւ օպերայի դահլիճում հնչեց։ Մի շքեղ բան դարձավ։ Չեքի ջան ասեց, ինձ կյանքում ոչ ոք sense նվեր չէր արել։ Ես սա ինչի համար պատմեցի, ես համարում եմ պարտք, որ մենք մեր մեծերին պարտք ենք։ Մենք պիտի իրանց ճիշտ վերաբերմունք ցույց տանք։ Դե իմաստացման քեզ էլ ենք պարտք։ Ինչպես, չէ, Աստված սիրե։ Արամայի Սահակյանին օրինակ զանգեր տալի տիկին ասում էր, Արա ջան, պիտի գնա բժիշկի։ Գնում էի իրան տանում էի բժիշկի։ Անպայման, պիտի կաթողիկոսի հետ հանդիպեի, գնում էի վարորդի դեր էի տանում։ Օհան Դուրյանը, Էդվարդ Միրզոյանը, հենց Էդվարդ Միրզոյանի տիկին ինձ հանդիպում էր որևէ համերգասրահում, ասում էր, «Էդիկ էլ տաքսի չենք կանչի, առայիկը ստեղ է»։ Ես իրանց միշտ տանում էի տուն։ Դա ես միշտ արել եմ մեծ սիրով, ես մեծ սիրով ծառայել եմ մեր մեծերին, բոլորին։ Ով իմ կարիքն ունենա, մի վայրկյան հետո իր կողքը կլինեմ։ Արա եղել է քո կյանքում ինչ որ մի իրադարձություն, դեպք, որից հետո փոխվել է վերաբերմունքդ ինչ որ երևույթների, մտածելակերպդ, այսինքն կյանքդ, ասում եմ, այդ դեպքից հետո ասում ես առաջ ու հետո։ Առաջ այսպես էի ու այսպես կվարվեի, իսկ հիմա Իհարկե անշուշտ ամեն մարդու կյանքում այդպիսի պահեր լինում են։ Ես կուզենամ մի մեջբերում կրկնեմ նորից, որ ասում էր ամեն ինչ փոխվում է, բացի իմ մեջի երեխան։ Ես այդ նույն բառը ինչի եմ կրկնում, որովհետև նայեք, ես մնացել եմ նույնը, երբ որ փոքր ժամանակ այդ խաղալիքներով խաղում էի, ես մեծացել եմ, դարձել եմ խաղալիքների կոլեկցիոներ։ Ես խաղալիքների մեծ հավաքածու ունեմ, որը ցուցադրվել է CNN-ով, ORT ռուսական ալիքով 4 անգամ, TV 6 ալիքով ռուսական մի անգամ եւ մեր բոլոր հեռուստաալիքներով։ Իմ վրա շատերը զարմանում են, խաղալիքների կոլեկցիա ունես, խաղում ես խաղալիքներ, ասում եմ այո։ Ես որ մտնում եմ իմ խաղալիքների սենյակ, ժպիտը գալիս է դեմքից, վերցնում եմ, սիրում եմ իրանց, խաղալիք ունեմ ձագահանում, խաղալիք ունեմ իրար հետ խոսում եմ։ քանի խաղալիք ունեմ։ 1000-ից ավել, շատ։ Այդ իմ մեջի երեխան իսկապես չի փոխվում եւ դրա վառ ապացույցը իմ դպրոցի առաջի դասարանի իմ ընկերներն են, դպրոցի տարիքից, առաջի դասարանից, մինչեւ այսօր, որոնք ինձ ասում են Արջան, մեծացել ես, բավական հաջողությունների ես հասել, բայց չես փոխվում։ Ես էլ եմ ասում, չես փոխվում դու։ Այ հենց այդ ամենակարևորը, որ չես փոխվում, բայց երբ որ գալիս է մի process, որ կյանքը քեզ բաժանում է, առաջ այսպեսին էիր, հիմա այսպեսին ես, առաջ ազապ տղա էի, ման էի գալիս, մի քիչ ավելի հեռու էի թռչկոտում, հիմա որ ամուսնացա, արդեն երեխաներ ունեցա, արդեն կյանքը փոխվեց, դարձա ծնող, հիմա արդեն թորնիկ ունեմ, գալիս է ուրիշ պարտավորություն, ճիշտ է։ Դրանք անխուսափելի բաներ են, որ այդ թորնիկին գրկում եմ, չեմ ուզում ներքև դնեմ, բայց այնքան կարևոր ուրիշ գործերից եմ հետ ընկնում, որովհետև հենց գալիս են, ասում, մի հատ կարևոր բան կար, պետք է անեի, բայց չեմ կարող սրանից կտրվեմ, մի քիչ սան սիրեմ, հետո կանեմ։ Այդ բաները տենց գլխի վայր շուրեկած պատմություն իմ մոտ չկա, մայրիկի դեպքն էր, երբ որ մայրիկի հետ էինք, միասին էինք ապրում, ողջ առողջ էր, հետո ինքը չկար, այդտեղ էլ փոխվեց իմ կյանքը, շատ փոխվեց, ես 6 տարի մորուքով էի մնացել, մինչև այդ մորուք չեմ ունեցել, ու հետո հանկարծ դարձա մորուքավոր մարդ, եւ անընդհատ մայրիկի հիշելով ինչ կարող եմ անել մայրիկիս համար, ինչ որ մի բան չեմ արել, այդ տառապանքը, անցա այդ տառապանքների միջով, երբ որ ռեկվիեմը գրում էի, ես դա պատմելու բան չի, բայց աչքերիս առաջ է։ Այդ ժամանակ մենք ռալի նվագախմբով նվագում էինք Արմենիա հյուրանոցում, որը այսօր Մարիոտ է կոչվում, այդտեղ Տիգրան մեծ դահլիճում էինք նվագում, եւ հետևը մենք ունեինք սենյակ, մեր երաժիշտների սենյակ։ Բոլորը փակում դռները գնում էին, բոլոր աշխատողները փակվում էր ամեն ինչ, ես մնում էի այդ սենյակում ու շարունակում էի այդ գրել, ինչքան եմ այդ միջանցքով գնացել եկել, որ երաժշտությունը հեռվից լսեմ։
ու այդ լացը պատերին սխմվելով, չգիտեմ, շատ տառապալի ծանր վիճակ էր առանց մայրիկի, շատ չէի կարողանում տեղս գտնել։ Չգիտեմ, այդ իմ կյանքը լրիվ ուրիշ բան դարձա մի հատ սկավոր։ Մինչև այդ ամեն ինչից հետ եկա այդ ռեքվիեմից հետո մայրիկի հուշաքարը տեղադրվեց։ Իրա ձայնասկավառակը արեցի Ամերիկայում, էլի չհանգստացա։ Իրան գիրք արեցի, էլի չհանգստացա։ Իրա բոլոր ելույթները այդ սեկամ, հիշում ես առաջվա այդ ֆրանսիական սիստեմ էր, չէ՞, մեր սովետական հեռուստատեսությունը սեկամ էր։ Այդ բոլորը Արտավազ Դեղոյանի շատ շնորհակալ եմ։ Միասին փոխեցինք ամեն ինչը, դարձրեցինք պալ, մաքրեցինք այդ հատուկ ծրագրով, Արտոն շատ օգնեց այդ հարցում եւ հիմա YouTube-ում տեղադրված մայրիկի համերգները մաքուր օրինակներով Մայրիկի համախիթարություն համառությունը չլիներ, երաժիշտ կդառնայր, թե չէ, այդ երրորդ մասում ապրող տղա, նոտաների տետր։ Ձերքս գնամ, չէ, երրորդ մասում շատ դժվար էր երաժիշտ դառնալը, բայց համառությունը կար, քանի որ ես կոնդում ծնվել էի, երրորդ մասում էի մեծանում, մանկությունս կոնդում էր անցել, հետո երրորդ մասում, բնականաբար մեջս առնական բաները, այդ պարամետրերը, սաղ իմ քերիները, կոնդեցի քերիները դրել էին, այդ կյանքում, փողոցի կյանքում ճիշտ պահել, ոնց ապրես, որ խաթրից չկպնեն, մազից չկպնեն, այտենց եմ ապրել եւ փառք Աստծո, իմ շրջապատում որևէ մեկը իմ մազին չի կպել, հարգանքը վայելել եմ առաջի օրվանից մինչև այսօր։ Դաշնամուրի նոտաներ էր ձեռքից, թե ինչ էր, կապ չուներ, մարդիկ ինչ ճանաչում էին, գիտեին ինչ տեսակ մարդ եմ, այն չեմ ուզում ասեմ գողական էի բան, իմ օրը արտանում էի, գնում էի քաղաքի կենտրոն, ունդեղ երաժիշտ ընկերներիս հետ սրճարաններ, ծանոթություններ, փորձի, նվագելու, իմ կյանքը տենց անցել, Ադլերում, պարահրապարակներում նվագել, համերգներ, շատ բուրըն կյանք եմ ունեցել, շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ Աստծուն, որ սենց հետաքրքիր է անցել իմ կյանքը երաժշտության մեջ, արվեստի մեջ, երկու պարի մեջ եւ դժբախտաբար, որ կյանքդ գալիս է հասնում միտեղ ու այս Ղարաբաղյան վերածնունդը, որ 90-ականներին էր, ճիշտ էր, սխալ էր, դա իմ քննելու հարցը չի, որովհետեւ դրանով գիտակ մարդիկ էին զբաղվում, ես սովորական ժողովրդի պես միտինգներին գնում էի, ձեռքս պարզում էի, տուն գալուց կանգնում, ասում էի, երրորդ մասով է գալի նստեք, ձրի է, դե տրանսպորտը չէր աշխատում այդ տարիներին, այդ ամեն ինչը երրորդ մասից մասիվ էի գնում, մեքենաս ջարդում էին կանգառում արդեն, այնքան մարդ էր խցկվում, բայց ես դա անում էի հաճույքով, սենց բռունցք էր մեր ժողովուրդը, միասին էին, իսկ հիմա շատ եմ ցավում, ցավ, այդ ցավը մեջիցս դուրս չի գալիս, թե այս պատերազմը, թե ժողովրդի այս պառակտվելը, բաժանվելը, եւ ես միշտ ասել եմ ու ելի կկրկնեմ, մենք միշտ թշնամիները ներսում ենք փնտրում, բայց մեզ բաժանեցին ու տիրեցին, հիմա ոնց արեցին դա զենքի տեսակ է, որը կիրառվեց մեր վրա եւ մեզ բաժանեցին իրարից, մեզ բաժանեցին եկեղեցուց, մեզ բաժանեցին սև ու սպիտակի, որ այսօր բոլորի տներում այնքան բաժանությունը մեծ եղավ, ցավոք սրտի, որ մեր երեխեքը կտրվեցին արմատից։ Հիմա արմատից կտրված վիճակ է։ Դրա համար հայր ու որդի իրար չեն հասկանում։ Մեծ ու փուչուր իրար չեն հասկանում։ Խոսում են, բայց չեն հասկանում։ Առաջ ճիշտը մի հատ էր։ Հələ ասում ենք հիվանդանում է, բայց չի մահանում։ Այսօր իմ կարծիքով ճիշտը դառել է երկու հատ։ Երեխեքի ճիշտը, իրանց ճիշտն է ճիշտ, մեր ճիշտն է ճիշտ։ Դա նրանից է այս բաժանումը, որովհետև արմատից հեռացել են երեխեքը։ Դրա միակ բուժումը պրոպագանդան է, պրոպագանդա, ինչ կտակ եթերով, կուզեք միացնեք, դուք եք լրագրողներ, դուք պետք է իմանաք, որ ամենահզորը դուք եք, ձեզանից հզոր ոչ մի զինատեսակ չկա։ Դե հիմա ես քեզ պրոպագանդայի հնարավորությունը տալիս եմ, օրինակ ինչ կասես մեր հետևորդներին։ Ասեմ, կոչ եմ անում դպրոցներում մտցնել նոր առարկա, բայց ես 15 տարի այս նույն կոչը անում եմ։ Բակային խաղերի ուսուցում։ Մեր երեխեքը չգիտեն այն խաղերը, ինչը որ մենք ենք խաղացել։ Մենք խաղացել ենք թիմային խաղեր, իրար հետ։ Թիմ,
Ղայիշ լախտի են ասում, պարան քաշոցի են ասում, ինչ խաղ ասես, խաղացել ենք, բայց մենք թիմային, այսինքն ձևավորվել է բակային ընկերություն։ Իրար հետ մեծացել ենք։ Այսօրվա երեխեքը ամեն մեկը իր հեռախոսի մեջ համ կուրանում է, համ կուզիկանում է։ Ուրեմն մենք բոլորս պետք է, չէ՞, մտահոգվենք դրա մասին։ Մեր երեխեքը կուզիկանում եւ կուրանում են։ Եվ ընկել են այնպիսի մի հատ թոու աշխարհի մեջ, ամեն ինչ լցվում է գլխների մեջ։ Ինձ աղ պասես գլխների մեջ լցվում է։ Եվ ինչը ռոպագանդվում է, դա դառնում է սիրելի։ Տեսեք, ֆուտբոլիստները դաջվածք են անում թևերին, չէ՞։ Ռոպագանդա է, բոլոր ամենաշատ դիտվող մարզաձևն է ֆուտբոլը, չէ՞։ Այսօր սա իրանց թևերը անպայման ուզում են դաջված կանեն, դա դառնում է մոդայիկ։ Ես էլ ասում եմ, մի արեք, մի ինգեք դրա հետևից։ Հերոստացույց, ինչ կարաս լավ բան ցուցադրես, իրանք էլ կդառնան։ Եթե մենք մի քամանչա նվագողի օթանավակայանում, որը վերադարձել է Grand Prix շահած, եւ այո, կան այդպիսի երեխեք, շահած առաջի մրցանակ վերադարձել է, եթե մենք իրանց դիմավոր ենք օթանավակայանում, մի հատ էլ ինչ որ թանկարժեք նվեր տանք, դուք տեսեք ինչքան քամանչա նվագող կշատանա մեր երկրում, որը չկա։ Ես մի հարց, որը 15 տարի ասում եմ, մենք գործիք պատրաստող վարպետ էլ չունենք։ Ես իմ անունը կարող եմ փոխեմ դնեմ Թութակ, որովհետև մեռա նույն բանը կրկնելով։ Բայց ստացվում է, որ այս հարցը մենակ Քամանչա պատրաստող չունենք, կանոն ունենք։ Թար պատրաստող չունենք, եթե ունենք էլ, լավ, ասենք, թող ինձ ներեն։ Մնացել են 2 հոգի, 3 հոգի, ոչ ավել, որ Աստված ոչ անի, այս մարդիկ չլինեն։ Մեր քամանչանով է լարերը փոխելու կամ չգիտեմ, պատրաստելու, կաշին պատրվեց, ով է փոխելու։ Ուզում եմ ասեմ, մենք սրանք բաց ենք թողել։ Մենք, այո, մեր մտածմունքը անվտանգությունն է, մեր երկրի ազգի անվտանգությունն է, դա չի քննարկվում։ Բոլորս պետք է լծվենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու գործում։ Բայց կրթությունը ավելի առավել կարևոր բան է։ Այդ անվտանգությունը պահպանվում է, երբ որ կրթված են, երբ որ անկիրթ են, չես կարա պահպանես։ Իսկ կրթել ինչա պետք է կրթել գորգի վրա խաղացող երեխային։ Իրանով կարա կրթի, միայն հեռուստացույցը։ Տվեք այդ տեսակ կրթող հաղորդումներ, տվեք այդ տեսակ մուլտֆիլմեր, դաստիարակող, կրթող, պատմող, զարգացնող, ոչ թե ու էլի այս տեսակ բաներ կարող եմ թվարկել, կոչ եմ անում։ Եկեք բոլորս իրար հետ ձեռք բռնենք, եկեք իրար ներենք, սխալ ամեն մեկս էլ ունենք, այնքան շատ սխալ ունենք, էլ հաշվել չի լինի այդ սխալը։ Նարեկացին ասում որ ամբողջ աշխարհի անտառները կտրեմ, մատիտ դարձնեմ եւ տիեզերքն էլ դարձնեմ գրելու թուղթ, մեկա չի բավարարի, թե ինչքան մեղք ենք գործել։ Ես համաձայն եմ Նարեկացու այդ ձևակերպման մեջ, հետ համաձայն եմ, որովհետեւ լավ, ինչքան կարող ենք բոլորս իրար մեղադրել, մեր մեղքերը չտեսնելով, մեր մեղքերը կամ թաքցնելով, կամ այն որ ասում է աչքիդ գերանը չես տեսնում, ուրիշի աչքի փուշն ես տեսնում։ Մի խոսքով, էլի եմ կոչանում, եկեք այդ ծխախոտի մնացորդը մեքենայի պատուհաններից մի գցեք, սիրելի ժողովուրդ, եկեք մեր քաղաքը մաքուր պահենք։ Վերջերս վերադարձել եմ Սանկտ Պետերբուրգից, ֆեստիվալ ժյուրի էի գնացել։ Ես ապշել եմ ժողովուրդ, ապշել եմ բառի բուն իմաստով, ծխախոտի մնացորդի հատիկ մանեք եք ժամերով չեք կարող գտնել։ Այդ ինչի՞ց է, իրենք իրենց քաղաքը ավելի շատ են սիրում ու երկիրը, քան թե մենք։ Տենց է ստացվում։ Բա ինչ ենք մենք պատուհանից ինչ աղբասես թափում ենք փողոց։ Ինչի ենք դա անում։ Միթե չի կարելի մեքենայի մեջ մի հատ գարեջրի կամ են պեպսիկոլայի մետաղյա տարա դնել, բանկա, լավ սենց ասեմ։ Դրեք մեջներ մի քիչ ջուր։ Մոխրամանի տեղ սիգարետը գցեք մեջը, մի անգամից կհանգի։ Իսկ որ դուրս եք գցում, քամին հետո դա տանում է չոր խոտերի մեջ, հրդեհ է առաջացնում։ Մի հատ մեքենա կարող անցնի տակից բենզինա կաթում, հրդեհվի այդ մեքենան։ Մի խոսքով, քաղաքը մաքուր պահել է պետք։ Մեր քաղաքն է, մեր տունը։ Եվ կներեք, էլի կասեմ, շենքերը, ես շատ երկրներում եմ տեսնում շինարարություն։ Շենքը չի երևում, այդ շենքը նկարված է այդ անենց են փակում շենքը, որ փոշին չտարածվի։ Փոշի չի տարածվում, մեր մոտ մի հատ ցտից հետ կային կախում ձուկ բռնելու, որ փոշին
պահի տենց չի լինում ախր։ Եկեք բոլորս մտածենք, որ այդ օդը շնչում է, հենց մեր երեխեքն են շնչում։ Եկեք այն մեքենաները ում հետևից ծուխ է դուրս գալի, տարեք շուտ սարքեք, ձեր երեխեքն են շնչում։ Եկեք մենք մեր մասին մտածենք, մեր երեխեքի մասին մտածենք, մենակ բաժակաճառով չանենք, էլի։ Եկեք ուղղվենք, էլի վերջապես, այտենց փնթի չմնանք։ Մեր տանը որ մի հատ հյուր է գալիս, մի հատ պապաները խառնում, մի հատ վերցրեք շուտ արեք, մարդ է գալի տունը, մի հատ հավաքեք ընդ փոշին վերցրեք։ Խառնվում ենք իրար, բա մեր տունը օդանավակայանից չի սկսում։ Բա եկեք այդտեղից մաքուր պահենք։ Ինչի ենք սիգարետը գցում ուր պատահի։ Աշխարհի ամենալավ քաղաքապետերն էլ գան հավաքվեն իրար հետ, ժամը մեկ քաղաք չեն կարող մաքրեն։ Արա ասա։ Մի խոսքով ասելիքս շատ։ Հա, ես զգացի, որ մեջդ կուտակված է։ Ուզում եմ մայթի վրա իրար ուսով կպնող տղերքը երկուսն շուր գան ասեն կներես եղբայր։ Չասեն հոп պարա քորես, որտեվ այդ ասելուց հետո դանակահարությունը պատրաստ է, գերեզմանոց դատարանը նույնպես։ Մեկը գերեզմանոց, մեկը դատարան։ Եվ նույն ձևի կարող եմ ասել, մեկ է նաև սիգնալ տալը, կամ մի հատ ջուրա թռելա մարդու վրա, արա եկեք իրար ներենք, էլի։ Ասենք, որ այդ վարորդը դիտմամբ չի արել դա, պատահական ստացվեց։ Իրան պետք չի դրա համար դանակով սպանել, իրան պետք չի դրա համար պատժել, կամ այդ մի հատ սիգնալ տալու համար իջնում իրար հետ։ Մեր մեջ էս ագրեսիայի քանակը սենց բարձր եղել, թե հիմա էս դու։ Մեր դա ինքնասիրության բարձր նիշն է։ Մենք ինքնասիրություն ունեցող։ Միշտ այդպես եղել։ Այո, մենք ինքնասիրություն ունեցող ժողովուրդ ենք։ Մի հատ թթու խոսքը դառնում է վիրավորական։ Պետք է պարտադիր պատասխանը տանք։ Եվ օրինակը բերեմ։ Դպրոցից երեխեն գալիս է տուն ասում է, ինձ աշոտիկը խփել է, այդ ծնողն ինչ է ասում։ Չի ասում, բա մի բան չկար տա իր գլխին։ Արդեն փոքրուց մենք այդ պատասխանելը սովորացնում ենք մեր երեխեքին, արդեն ներարկված է մեջը։ Դրա համար այսօր նայում ենք ազգային ժողովում ինչ ենք տեսնում։ Մեկը մի բան է նկատողություն մեկին անում, այն մյուսը պետք է պարտադիր դրա պատասխանը տա։ Հելավ չի լի այդ մի պատասխանն էլ չտա, որ մենք պարլամենտի վիճաբանություն չնայենք անընդհատ, նայենք քննարկվող հարցեր, նայենք ինչ լավ բաներ եք որոշում, ինչ լավ բաներ եք լուծում։ Ինչքան կարելի է անընդհատ մի ասում ես մենակ իրար հայոյան կա, մենակ իրար վիրավորան կա։ Ես կարծում եմ դա պետք չի ցուցադրել։ Այդ ցուցադրողներն են մեղավոր։ Այն մարդը, ով ռաբիզա նվագում, ինքը մեղավոր չի։ Ով ռաբիզա երգում, այդ մարդը դա սիրում է անում, ինքը մեղավոր չի։ Մի ցուցադրեք, մի դարձրեք դա շոու, մի դարձրեք դա հետաքրքիր, դիտումները շատ են, հետո ինչ դիտումները շատ են։ Առաջ այս ինտերնետը չկար, հեռուստացույցի առաջ 3 միլիոն մարդ էր դիտում, ով էր ասում դիտումը շատ է թե քիչ է։ Տենց բան չկար։ Այդ ռեյտինգ կոչվածով մենք մեր երկիրը քանդում ենք, բառի բուն իմաստով, որովհետև ինչքան վատ բան ես ցուցադրում, այնքան ռեյտինգը բարձր է։ Ուրեմն ինչքան կարելի է իջնել, մինչև ուր։ Արա ինչից ես վախենում։ Այսպես այդ պատկերացնում ես արդեն սարսափում։ Ես վախենում եմ երեխու հիվանդանալուց, երեխա կորցնելուց, ուրիշ ոչ մի բանից։ Այդ հարազատին կորցնելուց եմ վախենում, մենակ։ Ես ուրիշ մնացած բաներ ինձ համար վախենալու չեն։ Աստծուն որովիցե երազանքի կատարման խնդրանքով դիմում ես, թե չէ։ Այո, անպայման։ Ես Աստծուն դիմում եմ ամեն օր ու ասում եմ նույնիսկ եթե ժամանակը շատ է լինում, սկսում եմ անուններով, հերթով, ընկերներիս, բարեկամներիս, հարազատներիս, նույնիսկ մահացածների համար ասեմ Տեր Աստված ների մեր մեղքերը, ների մեր կատարած հանցագործությունների, մեղքերի, ամեն քայլափոխում մեղք են գործում։ Հիմա այսօր խոսացի, ինչքան սխալ բան խոսացի, կարող է սխալներ շատ եմ թույլ տվել։ Դրա համար եմ ասում, ներող կլնեք ժողովուրդ, թող Աստված ինձ ների իմ արած սխալների համար, ցեզների, մեզների, մեր երկրին լավ աչքով նայի, ինչ ասեմ։ Եթե մենք դրան չհավատանք, մենք ոչ մի բան չենք հավատա։ Պես կան մարդիկ, ես Աստծուն այդ ամեն օր որ խնդրում եմ ներիր մեր մեղքերը, հետո ասում շնորհակալություն սնունդի, ջրի, ջերմության,
ու այս ամեն ինչ որ շրջապատում ա մեզ շնորհակալ եմ Տեր Աստված, այս ինչ հրաշք ես դու ստեղծել մեզ համար։ Եվ երբ որ մեկին հարց եմ տալի, ասում եմ, լավ, մարդուն ով է ստեղծել։ Դե ասում է բնությունը։ Արա ասում եմ, բնությունը ո՞նց կարող մարդ ստեղծել։ Եթե մարդ կարողացել է ստեղծել, սա կենթանական աշխարհն էլ է, չէ՞ ստեղծել։ Դե մի հատ եկեք տրամաբանենք էլի։ Այդ ո՞նց է բնության մեջի բնության ստեղծած բոլորը բնությունն է ստեղծել։ Այդ ո՞նց է այս մի տեսակը կենթանական աշխարհի տիեզերք է թռնում, այն մի տեսակը մի հատ տրուսիկ իր համար չի կարել կենթանական աշխարհի մեջ։ Դրա համար եկեք ստեղից սկսենք տրամաբանել։ Ո՞նց է որ սենց է։ Որտեվ Աստված ասել է, չէ, ես ձեզ ստեղծում եմ իմ նման, ստեղծող, արարող։ Դրա մեջ լավ բան կա մենակ, վատ բան չկա։ Թող աշխարհի սաղ գիտնականները հավաքվեն, բոլորը իրար հետ, ինչքան կա Հայաստանում եւ աշխարհում, սև, սպիտակ, կապ չունի, դա այլ ազգիներ։ Թող բոլորը հավաքվեն իրար հետ, միաձայն մի հատ թեզ գրեն, որ Աստված չկա, թող ապացուցեն։ Տենց բան գոյություն չունի։ Իսկ ես 100 օրինակ կարամ բերեմ, որ կա։ Ես է կրկնեցի օրս խոսքը։ Իմ հայրը շատ հավատացյալ մարդ էր, շատ անչափ եւ մահանալուց առաջ գիտեք ինչ ասեց, ասեց Արա ջան երջանիկ եմ։ Ասում եմ, ինչ ապա, ասեց երկրորդ անգամ երազ եմ տեսել, նույն երազը։ Երկինքը բացվել էր, Տերս կանչում էր։ Այնքան երջանիկ եմ։ Այսքան չեմ տխրում։ 3 օրից գնալու եմ։ Իր ասած ժամկետում։ Պատկերացնում եք։ Այդպես էլ եղա։ 93 տարեկան էր հայրս եւ մի հատ ցավացող տեղ չուներ, հողամաս էր մշակում, ծառերն էր մշակում, սիրուն, զբաղվում էր այգեպաներ, իր այգին մշակում էր ինքն իր ձեռքով եւ մի քիչ թուլացել էր, որ տարաբժիշկի ասեցին արյունն է պակասել։ Արյունը ավելացրեցինք, էլի ուժը եկավ տեղը, էլի սկսեց գալ աշխուժանալ, հետո երկրորդ անգամ որ ուժը պակասեց, ասաց էլ ինձ ոչ մի բան չանեք հանկարծ։ Հրաժարվեց ամեն ինչից, ասաց Տերս կանչում է, մի խանգարեք, թողեք գնամ։ Էլի որ տենց թուլացավ, տարանք հիվանդանոցում 4-5 օր հետո մահացավ։ Ու բժիշկն ասեց, եթե իրան չբերեիք, նույն օրն էր մահանալու, կլներ իր ասած 3-րդ օրը։ Դուք բերել եք հիվանդանոց, 5 օր ավելացրեցիք, ինքը 5 օր մնաց անգիտակցության մեջ։ Այսինքն այդ հավատքը շատ լավ, բայց դա երանելի մահ չի։ Բայց այսօր եկեղեցու հանդեպ կարծես չէ, շատ ուժեղ ճնշումներ կան եկեղեցու հանդեպ։ Հիմա Ամալիա ջան, ես քեզ ասեմ, որ դու ինձ մղում ես միտեղ, որտեղ ես շատ իրավունքներ չունեմ խոսելու։ Նախ իմ անձնական կարծիքը նրա մասին, որ այսքան ես աստվածաբանությունից մի քանի բառ ասեցի եւ Աստվածաշունչը, որը կատարյալ գիրք է, գիրք գրքոց է, ամեն ինչի գիրքն է եւ ինչ որ գրված Աստվածաշնչում հələ ոչ մի բան մեջը չի փոխվել, ինչ գրված է կատարվել է, այդ ամեն ինչի կողքին հիմա դու ասում ես մեր եկեղեցին։ Ես ասում եմ մեր եկեղեցին 2000 տարեկան է։ Մեր եկեղեցում է ծնվել մեր գիր գրականությունը։ Տառերը ստեղծվել։ Դե արդեն ասեցի։ Մեր եկեղեցում է ստեղծվել երգերաշտությունը, ճիշտ է։ Հեթանոսության շրջանում էլ մենք ունեցել ենք գիր եւ ունեցել ենք քարերի վրա։ Մենք ունենք մեր տառերը քարերի վրա եւ ունեցել ենք նաեւ երաժշտություն, ինչպես բոլոր մնացած այլ ազգերը, բայց եկեղեցին մեզ ամեն ինչում բերել է sense ֆոկուսի եւ կենտրոնացրել է, որ սա մեր երաժշտությունն է, սա մեր այբուբենն է, սա մեր խոսելիքն է եւ եկեղեցում է թարգմանվել առաջի Աստվածաշունչը հունարենից։ Մեսրոպ Մաշտոց։ Սահակ Պարթևի խնդրանքով, դրդմամբ եւ այլն եւ այլն։ Եվ ուզում եմ ասել, այդ 2000 տարեկան եկեղեցին անցել է ինչքան քարքարոտ, փշոտ, ինչքան դժվարությունների միջով հայրենիք պետություն չենք ունեցել, եկեղեցին ունեցել է եկեղեցի կողքը դպրոց եւ ոնց որ համախմբման տեղը եղել։ Մեր ազգին պահպանողը
Այդ եկեղեցին ա եղել, եկե հասել ենք հիմա մեր օրեր։ Ես չեմ բացառում, որ կան անհատ հոգևորականներ, որոնք իրանք չեն պահում Աստծո պատվիրանները։ Ես կարծում եմ, իրանց պատիժը ամենախիստն է լինելու Աստծո կողմից։ Ես ինչ գործ ունեմ խառնվեմ իրանց Աստծո ու իրա միջև։ Աստված իր շատ լավ պատիժները գիտի, բոլորիս պատիժը գիտի։ Եթե ես կամ դուք մի մեղք ենք, ինչ որ մեղք ենք գործում, մեր պատիժը կա սահմանված պատիժ։ Բայց երբ որ դա անում է հոգևորականը, նրա պատիժը տասնապատիկ բարձր է։ Եվ այստեղ մենք սովորական մարդկանացուները սանելիք չունենք։ Բանելիք չունենք, իսկապես չունենք, էլի այդ խեղճ մարդկանց պատիժն ավելի սարսափելի է լինելու։ Հիմա մենք ուզում ենք այսօր իրանք մենք պատժենք։ Մի դատիր, որ չդատվես։ Այս սկզբունքը եկեք պահենք եւ ամենակարևորը, որ ես չեմ ամաչիսա բարձր ասեմ։ Եթե մեր տան մեջ Աստված հեռու պահի, մեր երեխեքի մեջ, մեր ծնողների մեջ, մեր քույրերի եղբայրների մեջ մի անառակ լինի, մենք դրա մասին դուրս չենք գա փողոց բոլորին պատմենք։ Մենք ընտանեկան ցավը պահում ենք մեր ընտանիքի մեջ, մենք այտենց ենք դաստիարակվել։ Ամեն ինչ չի կարելի բացել, բա ուրիշներն ինչ կասեն։ Մոռացել ենք, բա հարևանն ինչ կասի, բա ուրիշներն ինչ կասեն։ Մենք սա չպիտի մոռանանք։ Իսկ հիմա մենք մեր տան ներսի մարդ, որը մեր հարազատն է, մեր տան ներսի հարազատն է, իր թերությունը հանել ենք, սա աշխարհով մեկ պատմում ենք։ Եվ դեռ հայտնի չէ թերությունը կա թե չէ, բայց մենք նախապես պատմում ենք։ Ես չգիտեմ, դրա համար չեմ ուզում այդ թեմայի մեջ ես մտնեմ, բայց ես կուզենայի, որ եթե կա խնդիր, այդ խնդիրը պետք է լուծվի, ապա եկեք դա հեռուստատեսությունից հանենք դուրս։ Եվ կխնդրեի բոլոր լրատվամիջոցներին այս թեման փակ պահեք։ Պետք չի դրա մասին շատ խոսալ, պետք չի այս մի ելույթը ցուցադրել, հետո պատասխանը ցուցադրել, իրանք կռվում են, դուք էլ դիտում եք հավաքում։ Սա ճիշտ բան չի։ Երկիրը քանդողները կոպիտ ահնչում, չեմ ուզում ասեմ, բայց լրատվության ուժը պետք է օգտագործել երկիրը շենացնելու գործում։ Դուք կարող եք խռովներին բարիշացնել, դուք կարող եք բաժանվածներին միացնել։ Դուք այնքան հզոր եք էլ ասելու չի։ Միջարոց հիմա բաժանություններ այնքան տարածվել են։ Նայեք, ես մի հատ օրինակ բերեմ։ Առաջ եթե հիշում եք, կամուրջից ցատկող երեխեք շատ կային։ Ինքնասպանություն։ Չեմ հիշում։ Այո, շատ կային։ Ես օրինակ ինչ եմ արել ես, որպեսզի դրա դեմն առնենք։ Շատ պարզ միջոց է։ Ես գնացել եմ ոստիկանության պետին, ասել եմ, այդ լուրը մի տվեք հեռուստատեսությամբ։ Ահա։ Որովհետև այդ ցատկողը ինքը իրան հերոսի տեղ է դնում, որ ցատկում է։ Այլ ինչ չի իմանում, որ աշխարհի ամենա սխալ մարդը երևի դառնում է ինքը։ Որովհետև մի սպանիր, մանավանդ ինքդ քեզ ինքնասպանությունը դա շատ խիստ դատապարտելի արարք է։ Դա աններելի արարք է։ Դա պետք է ոչ թե ցուցադրել եւ ողբ կապել, որ մեկը իրան գցել է կամուրջից, հակառակը պետք է փնովել այդ տեսակ երևույթը, որ ոչ ոք չգնա իրան գցի, որտեվ ամենաէշ մարդն է գնում իրան գցում կամուրջից, որտեվ ինքը էլ ճար չունի, ուրեմն ընկեր չունի, ուրեմն բարեկամ չունի, կիսվի հետը հանգստանա, թեթևանա իր հոգսը, իր կյանքին վերջ չդնի, որտեվ ինքը չգիտի վաղը ինչ է լինելու։ Կարող է իր կյանքը փոխվի շատ ավելի, ինքը պիտանի լավ մարդ դառնա այս կյանքի համար, ինչի է գնում իրան վերացնում։ Ես էլ ասում եմ, ուրեմն ինքը հիմարի մեկն է։ Եկեք, եթե տենց վերաբերվենք, էլ ոչ ոք չի գնա այդ հիմարի դերում հայտնվի։ Չեն մարդիկ ինքնասպանություն էլ չեն գործի։ Ուրեմն ճիշտ պրոպագանդան ուղղորդելու ձևերը եթե ճիշտ անենք, ճիշտ կազմակերպվի, ոչ թե ամեն մեկս մտածենք ինչ, կներեք էլի, որ մեկն էլ տկլոր մի հատ հրապարակի մեջտեղով անցնի, միլիոն դիտում կունենա, հետո ընկել ենք այդ դիտում շատ ունի, այս ինձ համար գիտեք ինչն է վիրավորական։ Ես տեսահոլովակ եմ նկարել նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 100-ամյակին էնել, որտեղ երգում են 1000-ից ավելի մարդ, որից 700 մարդ ես տարել եմ Ծիծեռնակաբերդ,
Ես եմ այդ ամեն ինչի կազմակերպիչը։ Ինձ օգնել են իմ ընկերները։ Տարել եմ այդ տեսակ տեսահոլովակ ենք նկարը հանել։ Նկարը հանում է ավարտելուց հետո ասել ենք ստոպ, 5 րոպե ընդմիջում երկրորդ տեսահոլովակն է նկարը հանվում, հայերեն եւ անգլերեն։ Մեկը Էդվարդ Թոփչյանն է ղեկավարում, ֆիլհարմոնիկը, պետական մեր ազգային երգչախումբը, 500 հոգանոց երգչախումբ, որ եկել էր Հայաստան, իմ Հայաստան փառատոնի շրջանակներում, Սփյուռքի նախարարության կազմակերպած, այդ ահռելի աշխատանքը նայում ես 20000 դիտում։ Բայց մի հատ շարքային հոգնած մի հատ երգ 5 միլիոն դիտում։ Նայում ես ասում ես լավ, այս որակը ինչքան կարա ներքև իջնի։ Լավ, մենք խոսում ենք մեր ազգի մասին, խոսում ենք ազգային արժեքների մասին, դե ես իմ արած աշխատանքը չեմ ասում, ես մի այնպիսի համաշխարհային բան, լավ, մի քիչ համեստությունս թույլ չի տալիս ամպագորգոր բառեր ասեմ, միացեք նայեք, Գրեգ Արագևորքյան, կանք ու կլինենք։ Հələ տեսեք ինչ երգ է։ Հովհաննես Չեքիջյանն է ղեկավարում, Էդվարդ Թոփչյանն է ղեկավարում, 1000-ից ավել էլ երգում են։ Չիլիի երգչախումբ, Բուենոս Այրես, Մոնրեալ, Եգիպտոս, Փարիզ, Նավարրասիս, Տուապսե, Ռուսաստանից ահագին երգչախմբեր, փոքր, մեծ, Կանադայի երգչախումբը երգում է Մոնրեալի մեջ ոչ մի հատ հայ չկա։ Բայց երգում են հայոց ցեղասպանության մասին։ Այդ ամեն ինչի ես հասել եմ։ Եվ առանց փող ծախսելու, ով որ կասի ինչքան փող է ծախսվել, դա Ավստրալիայում շատ մեծ գումարներ ասեցին, ասի ոչ, գումար չի ծախսվել, որովհետև ձեռք ենք բռնել։ Դու ունես գրամաֆոն եւ ունես սկավառակ, Որը երգում է միայն հայերեն։ գնանք միացնենք Գնանք։ ու դրանով էլ ամփոփենք մեր զրույցը։ Ասեմ շնորհակալություն, Ես էլ եմ Ամալիա ջան, շատ դու այնպիսի բանալի ունես քո ձեռքում, որ կարողանում ես բացել շատ մարդկանց իմ կոնկրետ այն սիրտս բացեցիր ու սենց դատարկեցի, ես էլ ստիպված հիմա այդ դատարկելու մեջ ինչքան լավ բան կար, ինչքան սխալ բան կար, ինչքան չգիտեմ ինչեր կար, արդեն թող Հետևորդները կասեն։ հետևորդները թող ասեն, այդ կոմենտները անջատի, թող չասեն։ Թող իմանան, որ այդտեղ ասելու բան չկա, թեկուզ լավը պետք չի։ Այդ կոմենտը պարտադիր չի գրել։ Պարտադիր է, որ ինչ որ մի բան ցենց ես էլ ասեմ, ես էլ եմ ստեղ, նայեք, ես էլ բան գրեցի։ Լավ բան կամ վատ բան, ապրես Արա ջան, ինչ ճիշտ ես ասում, շատ լավ է, այդ լավ կոմենտները, եթե սրտներիդ մեջ ասելիք կա, Ասեք։ լավ բան ասեք, եթե վատ բան պետք է ասեք, այդ մի րոպեն սխմեք ձեր ձեռք ասեք, արա չասեմ լավ։ Մարդը պետք է իր ներսում, ներսը բաց արա, ու լիքը թող սեր լցվի։ Եթե սեր լցվի, չարությանը տեղ չի մնա։ Այդ այնքան պարզ բանաձև է, որ ասում է ինչ բանա մութը։ Դա մութը գոյություն չունի, դա լույսի բացակայությունն ընդամենը։ Լույսը չկա, դրա համար էլ մութ է։ Լույսը որ լինի, մութը կվերանա ընդհանրապես։ Ինչ բանա տաք ու սառը։ Այդ տաքի բացակայությունն է, որ սառում է։ Ջերմությունն է բացակայում, դրա համար է սառում է։ Դրա համար մեր մեջ սերը, որ բացակայում է, չարությունն է շատանում, այդ մութը շատանում է։ Եկեք մենք ոչ թե մթից խոսանք, այլ մի հատ մոն վառենք, էլի, հերիքա խավարից խոսանք։ Շատ չնաշխարհիկ շշմելու բան է ասված։ Հերիքա խավարից խոսանք, տխուր բաներից խոսանք։ Մի հատ մոն վառենք, ես ամեն մեկս մի հատ մոն վառենք, կդառնանք հրաշալի։ Եվ երկիր, եւ մարդ։ Էլ իրար անուն չենք դնի։ Ինչ սրտով եք ապարում, ինչ սրտով եք հարսանիք անում, ամեն ինչն էլ ժամանակի մեջ է, ամեն ինչն էլ անելի է։ Դրա համար եկեք իրար քիչ քննադատենք։ Մենք ափսոս ենք բոլորս, սիրելի հարևաններ, բարեկամներ, համաքաղաքացիներ, համաերկրացիներ եւ համազգային ազգ։ Իրար եկեք փայփայենք, պահենք, այդքան շատ չենք, ափսոս ենք, սկսում ենք իրարից փախչել արդեն։ Ամերիկայի դեսպանատան դեմը հերթ է։ Լավ չի, որտեղ մենք իրարից ենք փախնում,
պետք չի փախչել, պետքա իրար հետ ձեռք տալ, պետքա իրար հետ բարիշել։ Սայթակողին պետքա ոտքի հանել։ Ով որ սայթակել է անկել է, վայր ընկածին պետքա տեր կանգնել, ձեռք մեկնել թող կանգնի ոտքի։ Ոչ թե ընկածին մի հատ էլ 10 հոգով ծեծել։ Ես դա էլ չեմ համարում ճիշտ, ոչ չգնեմ հայկական չի։ Այդ հինավուրց բանը, որովհետև առաջ ասում են, արա բախի դու մի հատ էլ դու չխփեցիր։ Բախում էիր, չէ, մի հոգուն չի կարելի 10 հոգով ծեծել։ Կմեռնի, հետո դուք կետակ բանտ, կսկսեք իրար ծախել, իրար անուններ տալ, ծաղդ կդառնաք երգիչ։ Մի հոգուն մի ծեծեք։ Մի հոգուն, մի հոգի տղամարդու գնա մոտիկ, բացատրեք իր արած սխալը, եթե ապտակելու է, մի հատ ապտակով պրծեք այդ հարցը, ոչ թե 100 հոգով սպանեք մարդուն, հետո պարզում այդ մարդիսկի մեղքել չուներ։ Դա համար մենք պետքա դզվենք, թող Աստված մեզ ուժ տա, իրար սիրենք, վերադառնանք այն մեր ազգային արմատներին, որից հեռացել ենք, մեր երեխեքը հեռացել են, դրա համար իրար չենք հասկանում, մեր գորգերի գույները, մեր գորգերի նախշերը, մեր ազգային երաժշտությունը, մենք այդտեղ վիճելու բան չունենք, մեր մշակույթի մեջ մենք վեճ չունենք, իրար հետ բոլորս համաձայն ենք, իրար հետ մենք Մաշտոցի հետ համաձայն ենք, Նարեկացու հետ համաձայն ենք, Եկմալյանի հետ համաձայն ենք, Խորենացու, Անանյա Շիրակացու, Նժդեհի հետ համաձայն ենք, Խաչատրյանի հետ համաձայն ենք, Կոմիտասի հետ համաձայն ենք, Խաչատուր Ավետիսյանի հետ, Մեղր կամպոզիտորա, համաձայն ենք իրար, բոլորս այդ ամեն ինչը սիրում ենք։ Եկեք այդ ամեն ինչով իրար հետ շփվենք, որ իրար սիրենք։ Չդառնանք ճիշտ ու սխալ, որ նա ճիշտ։ Այդ կռիվն, այդ զենքն էլ ասեմ ու վերջացնենք երևի այս հաղորդումը։ Այդ զենքը ինչ զենք է։ Մի հատ անորոշ բան գցվում է լուրերի մեջ, անորոշ, անհասցե, անորոշ, օդից կախված, ոնց որ դուք եք սիրում ասել։ Ես չեմ սիրում։ Սիրում ուրիշ է, ինձ չխառնեք։ Դա ներողություն։ Դա գցվում է օդի մեջ, դուք կազմում եք, դա լսելով անորոշությունը, դուք կազմում եք ձեր կարծիքը, ես կազմում եմ իմ կարծիքը, մենք տարբեր մարդիկ ենք, տարբեր աշխարհայացք ունենք եւ ես իմ կարծիքն եմ ձևավորում, դուք ձերն եք ձևավորում, սկսում ենք մերը պրտել առաջ։ Ու սկսում ենք վիճել իրար հետ, ճիշտ ու սխալ։ Այդ ես եւ դու մեր տեսակներով հողի վրա ապրող եւ փաստերով իրար հետ համադրելով եզրակացություն անող մարդիկ ենք։ Օդից կախվածները տենց էլ թող մնան օդում կախված։ Ես մեր հետևորդներին ասեմ, որ այս անգամ մենք քո առանձնատանն էինք զրուցեցինք։ Բարով եք եկել։ Եվ դու շատ յուրահատուկ գրամաֆոն ունես, Այսա կերկացնենք։ որը հիմա կնվագի ու մենք կլսենք եզակի է երևի թե Հայաստանում մնացել այդ ձայներիցը, որը որ դու ունես։ Այո, ես ուրախ եմ, որ դա ունեմ։ Արնո Բաբաջանյան, հայկական սերենադ։